Մեծ պահքի շրջանը տևում է 48 օր, բուն բարեկենդանից մինչև սուրբարություն, զատկի տոնի նախօրեն։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից։ Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է։ Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում, չի հոգնում, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, Լեռան քարոզում։ Քրիստոս պահքի մասին ասում է. երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք, կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այդպես երևան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն մարդկանց երևալը եւ նրանցից գովվելը, այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց։ Ծոմ պահող այլ քո հորը, գաղտնաբար է քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է կհատուցի քեզ։ Ապաշխարության շրջանը ինքնա վերականգնման շրջան է։ Տարին ապրում ենք եւ այս գալիս է զատկական շրջանը, մեծ պահքը բուն բարեկենդանով է սկսում, ամեն կիրակ իր ունի խորհուրդները, բայց նպատակը մենակ ուտել չուտելը չէ, նպատակը ինքնամաքրումն է, որ այդ ճանապարհը անցնում ենք, աղոթքով ենք անցնում, Սուրբ Գրքի ընթերցանությամբ, հայրերի խրատներով, որ այս ամեն ինչը հասկացնենք, որ Քրիստոսի հետ էլ հարություն առնենք, այդ ապաշխարության շրջան, այսինքն ինքդ քեզ վերագտնելու, ինքնամաքրման շրջանը։ Խոսքը մենակ չի գնում ուտել կամ չուտել, խոսքը գնում է միայն, որ ինքդ քեզ փոխես արմատապես, հոգեպես, քայլես դեպի Աստված, ու աչքերիդ առաջ նկատի ունենաս, որ Քրիստոսի հարության տոնի առիթով էլ Աստծուն ասես, այո, ես քեզ սիրում եմ, այս ճանապարհը քայլում եմ, որովհետև քեզ սիրում եմ, ու այդ հավատքիդ կնիքը դնես քո պատրաստակամությամբ, ինքնազոհությամբ, ամենակարևորը ինքնամաքրմամբ գնալ այդ ճանապարհը։ Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել։ Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա։ Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է, Աստված է քավիչը, սակայն պահեցողությունը կարևոր է, քավչաբար, այս սրբագործության մեջ։ Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ եւ քավիչ զորություն ստանալու։ Առավոտ ժամը 10-ին ժամերգուցանգը գնամ, երկունը ժամը 5-ին նորից ժամերգուցանգը մասնակցեմ։ Ես պահքը մարդիկ էլի շատ երեք ընթոնեն, որ կենթանական սանունթենդի մարդիկ հրաժարվին, մեզ են եւ տարբեր բաներ են, բայց ես այդ ձևի ծոմ էլի, այդ ծոմ կոչվի ծոմ չեմ պահի, որովհետեւ ես դիղը գխեմ պրոբլեմ ունիմ, բայց մնացածը ինչ որ պետք է, ինչ որ այդ 40-48 օրվա պահանջվիկը գլխավոր իմաստը միտքը այն է, որ բոլորն է մարդիկ մեղք ունին, առանց մեղքի մարդ գոյություն չունի, այդ մեղքերին մեծ թե փոքր թողություն, ապաշխարություն, հեռու մենանք բամբասանքներ են, հեռու մենանք մարմնի եւ հոգու հաճույքներ են, այդ 48 օրվա ընթացքում այդ է կարևոր պահքը, եթե պետք է մարդոց լավություն անես, ասենք վատ բան չանես, հաճույքներ են, օրինակ այդ ընթացքում այդ պահքը նշանակը մարդու մարմնին ինքը իրեն մարմինը ինչ ասած մաքրես մարմինը հոգիդ մարմնապես եւ հոգեպես մաքրվից այդ հաճույքներն հեռու մնաց այդ է կարևորը պահքին իմաստը
Պահքի 40 օրը խորհրդանշվում է անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը։ Իր մկրտությունից հետո Հիսուսը հոգով անապատ առաջնորդվեց եւ 40 օր փորձվեց սատանայից։ Չկերավ եւ չխմեց այն օրերին։ Հիսուսն իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն։ Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողներն ապաշխարանքն իմաստ եւ իրականություն ստանան, շնորհիվ իր ծոմապահության։ 40-օրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկ շաբաթյա շրջան, ավագ շաբաթը, այդ է պատճառը, որ 40-օրյա կոչվող պահքը 48 օր է տևում։ Մեծ պահքն ունի 7 կիրակի, 7 հիշարժան օրեր՝ բուն բարեկենդան, արտաքսում, անառակի, տնտեսի, դատավորի, գալստյան եւ ծաղկազար։ Մեծ պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է ավագ շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները՝ հաղթական մուտքը Երուսաղեմ, ծաղկազարդ, վերջին ընթրիքը, մատնությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, թաղումը եւ ի վերջո հրաշափառ հարությունը եւ զատիկը։